Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և ունենք հրաշալի գյումրեցի հյուր, մեր տաղավարում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան, իսկական գյումրեցի Մանվել Խաչատրյանը։ Բարի առավոտ Մանվել։ Բարի ցես։ Ոնց ենք։ Լավ, դուք ինչ եք։ Շատ հետաքրքիր է բարբառը Գյումրի, ես օրինակ շատ եմ սիրում։ Ես եմ շատ սիրում։ Երբեք չես պատկերացնի, որ կարող ես այդ հետը բարբառի մեջ հումոր կա արդեն։ Հա, Արդեն կա այդ շփիտ կա։ Անահիտ Մանուկյան հիշում եք երկչուն։ Ահա, մեր շատ հրաշալի երկչուն, որ նոր եկել էի, ընդունվել էի երկի թատրոն։ Զարմանում էր էլի, ասում էր, ֆիրմա դեմքով գալիս է, ասում է ինչ խես։ Դենց իրամուտս դիսոնանս է։ Շատ լավ բան ասեցիր, նոր եկել ընդունվել է երկի թատրոն, արի մի հատ հիշենք այդ տարիները, որովհետև այդտեղ ձևավորվեց խումբը, չէ։ Այո։ Հետո կգանք իմ տարիները։ Այո, արդեն նոր սերունդ։ Ես երբ որ Գյումրիից գալիս էի, թե միշտ Ռասիայով վերնիսաժով անցնում էի ու երկի թատրոնի դռներին էի նայում ու հենց երազանք կար մոտս գոնե դուռը բացել մտնել ներս եւ ընդունվեցի ջազ քոլեջ, այնտեղ Ռաֆոն էր, Տիկո Ռաֆոն։ Ռաֆոն ասաց, որ բանա կոնկուրս է, կանաչ գոտի պրոյեկտ է, ֆաբրիկա Զվյոզդի նման այդ տարիների։ Ասեց բանա կոնկուրս է, գնանք մտնենք, ասում եմ Ռաֆ ջան, ես երազում եմ դուռը բացեմ, դու ասում ես կոնկուրս, բան, մի խոսքով։ Եկա այդ վերնիսաժում խինկալանոց կար, ես ընդհանրապես խմող չեմ, ասի մի 50 գրամ за храбрость, տենց խմեցի մամայի գործած սվիտերն էի հագե, ասեց երևի մամայի այդ էներգիան կլինի, շատ էի վախենում, դե որովհետև այդ բոլորին հերոստացույցով էի նայում, ինչ-որ տենց անհասանելի մարդիկ էին, Բարդուհի Վարդանյան, Հրաչ Քեշյան, Արթուր Գրիգորիչ, մի խոսքով, Ավետը Բարսեղյան վարում էր, այդպես, մտա ու Գրիգորիչի Երևան երգն էի երգում, երկեցի Հրաչը ասեց, լավ է, կիսաֆաբրիկատ է, ասի, ինչ, այդ կիսաֆաբրիկատը վիրավորանք ընդունեցի, մի անգամից Գրիգորիչը ասեց լավն է ու այդպես մնացի ձևավորվեց թիֆինգ խումբը։ Եվ քանի որ դու ինձ դասավանդել ես դերասանի վարպետություն, ես ուզում եմ հիշել բարբառով չէիր խոսում, չէ՞ դասերի ժամանակ, կամ քիչ, գուցե 1-2 բառ։ Գործի բերումով փորձում էի չխոսել բարբառով, որովհետև դժվար է, երբ որ անընդհատ բարբառով օգտագործում ես, հետո պիտի նկարահանվես, այդ պերիոդը շատ բարդ է ստացվում։ Հետո ռուսական թատրոնը ամբողջ խառնվում էր իրար։ Գյումրեցի ռուսական թատրոն։ Շատ լավ։ Արի մի քիչ խոսենք, փորփրենք խմբից, որովհետև վերջին շրջանում ես տեսնում եմ, որ նորից է, ոնց որ այդ վերադառնում ենք այդ լավ տրամադրության ու նորից հիշում ենք Թիֆիկ խումբը, նորից այսպես երգերն են, այդ խմբի ձևավորումից ու հետո հասկանանք ինչ եղավ ընթացքում, ինչ պատահեց։ Երեք այդ որ ասեցիք վերացնունդ, երեք Աբոնա զանգ է, ասում է մի աղջիկա զանգ է, ասում է հարսանիք կգաք, երգեք, չգիտեմ, հիմա մտածում ենք, մի խոսք, ոնց ձևավորվեց, հա, այդ կանաչ գոտի պրոյեկտը ստեղծվեց, 400-500 հոգի ամբողջ Հայաստանից եկել էին այդ կոնկուրսին, այդ կոնկուրսի արդյունքում ձևավորվեց 2 խումբ, Թիֆինգը և 4 տարբերակը, եթե հիշեք, էլի խումբ կար կարծեմ աղջիկների, ու բոլորը ունեին առանձին վարպետներ, բայց հենց Թիֆինգ խմբով զբաղվում էր հենց կոնկրետ Արթուր Գրիգորիչը, հենց ստիլիստիկայով, վոկալով ամեն ինչու, ու մենք այդ բախտավորներից մեկն էինք ու մենք այդ առաջիններից էինք, ում համար այդ պրոյեկտի առաջիններ էին, ում համար Հրաչ Քեշյանը նկարեց կլիպ, այդ էլ ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից էր, հետո շատ խառը, իմ համար շատ ֆանտաստիկ բաներ էին տեղի ունենում, որովհետև դե ասացի, որ Գյումրիից եկա, մարդ չէի ճանաչում, փող չունեի, ոչ մի բան չունեի։ Գրիգորիչը մի օր զանգեց, ասեց գնացեք խանութ, մի հատ շատ երևի անունը պետք չի տալ, շատ բրենդային, շատ թանկանոց խանութ մտցրեց մեզ, կանգնացրեցին տաղավարի առաջ ու ասեցին, ընտրի, ինչ ուզում ես։ Կանգնել եմ, լրիվ ուզում եմ։ Ոնց եմ։ Մի խոսքով շատ էմոցիոնալ, շատ հետաքրքիր օրեր էին։ Այդպես ձևավորվեց խումբը, հետո ես դարձա Արթուր Գրիգորյանի օգնականը։ Ու հենց Գրիգորիչի շնորհիվ ճանաչեցի հայրենիքը, սիրահարվեցի հայրենիքին։
Մի խոսքով ստացա շատ լավ դաստիարակություն այդ տարիների համար, թե ընտանիքից կտրված մենակ տղա էի, բայց Գրիգորիչը վերցրեց իր ձեռքի տակ ու ձևավորեց այն մանվելին, որը հիմա այստեղ է։ Բաբ ուսման համար եկար մայրաքաղաք։ Քոլեջ ընդունվելն է։ Գիտես ինչի համար եկա, ինչ-որ ազատության համար եկա։ Զուտ այդ բաները պատանի տարիների հայ ինչ-որ ազատություն էր ինքնուրույնություն ձևավորել։ Ես չէի հասկանում ուրեմն, այսինքն նպատակ չկար գնալ, ընդունվել, սովորել ընդհանրապես չկար։ Պարզապես արթնացա, մտա մերոնց ննջարան, ասեցի ես պետք է գնամ տնից։ Պապան շատ ծանր տարավ, մաման ասեց ես գիտեի որ դու գնացող ես։ Քո դեմքից երևում։ Գիտեմ որ Գյումրիում շատ ընտանիքներ այսպես խիստ են մոտենում դերասանի մասնագիտությանը եւ երբ որ որդին կամ դուստրը որոշում է կայացնում դառնալ դերասան, դա ինչ որ շատ մեղմ ասած լավ չի ընդունվում։ Հա, կա այդ։ Ոնց էր ձեր ընտանիքում մասնագիտության ընտրությունը։ Դե մեր ընտանիքը իրանով չափանիշ է, որ այդ կարծրատիպը կոտրելու չափանիշ է, որովհետեւ իմ մաման դերասանուհի է, պապան դերասան է, քույրիկս դերասանուհի է ու մեր ընտանիքը ամենաամուր ընտանիքներից է։ Երբ որ մաման կես ժամով պապայից միած sense այդ շարավղով հեռանում է 15 մետրից ավել, ընդ սիգնալիզացիա եմ անում։ Նատաշ, ու անիմաստ էլի, Նատաշ, մամա, հա, ինչ Սամվել։ Հա, սպասի կողքս եղի։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, այդ հիմար կարծրատիպեր են, որ ամեն գյուղում է շուն կա, ամեն բնակավարում կա։ Եվ հետաքրքիր է լեզվի այդ բարիերը ոնց հաղթարեցիր, որովհետև կարծում եմ, որ մեր լեզուն շատ հարուստ է եւ թեպետ նույն հայերենն է, բայց այդ բարբարից գրականին անցում, որովհետեւ բարբարային բառեր կա, որ մենք երբեմն չենք հասկանում եւ նույնիսկ աղասի հետ այդպիսի հաղորդում ունենք եւ դեպք ունենք, երբ բառեր էր ասում, որոնք մեզ ծանոթ չէին ու այդպես տարբեր մեկնաբանություններ կային, որտեղ մեկնաբանություններում մարդիկ զարմանում էին, որ մենք այդ բառերը իրոք չենք լսել։ Գյումրու բարբարում եւս վստահ կան շատ բառեր։ Հեսա կանդրադառնանք ինչ բառեր, ես առանձնացրել եմ։ Արդեն։ Այո։ Ես այդ խնդիրը չունեցա մասնագիտության մեջ, որովհետև ընդունվեցի ռուսական կուրսը Ալեքսանդր Սամսոնիչի, հետո արդյունքում եկա ռուսական թատրոն ու իմ բոլոր տերերը ռուսերեն լեզվով էին։ Չնայած մեր Մկրտչյան թատրոնում խաղացի ներկայացումներ, թե ընդ Ալբերտ Մկրտչյաններ, ընդ պրոբլեմ չկար, ավելի խրախուսվում էր բարբառը, ընդ հանգիստ անցա այդ պերիոդը։ Հետո ռուսական թատրոնը, հետո սերիալների շնորհիվ երևի սկսեցի, հա, իսկ Գյումրիի բարբառը ռուսերենում շատ արտահայտիչ է։ Հա։ Սամսոնիչը ասում էր՝ «Мы русский театр с армянским акцентом»։ Ռուսական թատրոն Գյումրվա акцент։ Մի հատ հետաքրքիր բաներ ասեմ, Սամսոնիչը ոչ մեկի թույլ չէր տալի հայերեն խոսել թատրոնի ներսում, ինձ մոտենում էր, ասում էր՝ «Ոնց ես»։ Տանեցիները ոնց են, ինձ թույլ էր տալիս։ Հիմա մի քանի բառեր, որոնք առանձնացրել եմ, չգիտեմ, որը կարող է Գյումրու բարբառից չի, կարող է ուղղել հանգիստ, բայց որը Գյումրու բարբառից է, ուղղակի ասա ինչ է նշանակում։ Քյափաթ։ Քյափաթը մերը չի։ Բոմն է։ Չգիտեմ, ես չեմ լսել։ Հիմար է նշանակում։ Բեզբենալ։ Բեզբենալ, բերզենալ, հոգնել, հա։ Գուցե այստեղ ձանձրանալ։ Ձանձրանալ, հա։ Խապել չկա, ճիշտ ասա։ Ասենք, հիմա ինչ ասես, ես համաձայնելու եմ, որտեղ գյումրեցի է։ Բայց բացատրությունները կողքը գրված են։ Շմպռիլ։ Շմպռիլ։ Ահա։ Շնթռել։ Շմպռիլ։ Ամուր գրկել։ Հա, ամուր գրկել, դե շնթռել եկա, պարկել քնել, հա։ Գնա շնթռել։ Ժամանակ գրած մենք գնա շնթռել։ Տրփնել։ Տրփնել։ Այո։ Չգիտեմ։ Նշանակում է անպիտան ձևով շարժվել։ Դա շուլուխը։ Շուլուխը մերը չի, բայց շմփել։ Շմփել։ Այո։ Վայրենկնել։ Ուժով հարվածել, մի բան կոտրել։ Եվ բանջարեղենի մեջ անուններ կան, չէ՞, որ շատ հետաքրքիր են։ Ինչ է դա։ Բանը, կապուստան։ Կաղամբը, հա։ Գազար։ Փուրչուլուկ։ Դա գիտեի։ Գետնախնձորը գիտեք։ Յարամասի։ Ինչ։ Յարամասի։ Յարամասի։ Ինչ ոնց էր սիրառատ դիմելու ձև։ Սիրուն բան է, յարամասի։ Էլի կան։ Էլի շատ կան, հա, բայց Ճակնդեղին ոնց եք ասում։
Բազուկին։ Մոռացա։ Okay։ Բազուկին մի հատ Ծնթալ Կլմբոս են ասում, բայց մերոնք չէ։ Կիլիկիայի կողմից է։ Կոլումբոսի անունն է ուղղակի խառնել։ Ինչ է կարել։ Շատ լավ, այսքանը մնացածը ավելի ծանոթ են։ Դրա համար Իսկ ինչ բառեր կա, որ մենակ հենց լոկալ Գյումրիում է օգտագործում։ Դե ծոնա են, որ Դե ծոն, հա, դիմելաձևը։ Իսկ ավելի էսպես։ Ինչ խեսապ ջան։ Այդ գիֆը։ Գյումրին ինչով է, այդ հումորը շատ եմ խորացել, ինչից է եկել, թե որ քանի որ այդ զինվորական քաղաք է եղել, տարբեր տեղերից եկել են, տարբեր շորերով, դե պատկերացրեք, բանը ռուսական գեներալներ են մտել, ինչ որ փապախներով, բաներով, այդ ֆորմաներով, բաներով ու գյումրեցիները անընդհատ ծաղրել են, էլի իրանց, ինչ որ անուններ են կպցրել ու երևի դրանից է որը դրանից է եկել։ Հա, կներես Գյումրիում սիրելի վայր ունես։ Հա։ Որը։ Կիրովի փողոցն է, հա։ Սայատնովա փողոցը, թատրոնը, այն մեր ժամադրությունների փողոցն է, էլի, որ քայլելու փողոցն է, ձևավորվելու փողոցը։ Ես կենտրոնում էի սովորում 14 դպրոցը ռուսական, Չուլոչնի ֆաբրիկայի մոտ էր այդ հայտնի ժամացույցի դիմաց։ Այդ բոլոր վայրերն էլ սիրելի են։ Այո, շատ սիրելի ու հարազատ են, առավել եւս երբ որ անցնում ես պիտի գնանք շարունակենք ճանապարհը դեպի Թիֆլիս գնացող այդ գծով ու մի հատ չկանգնենք եւ պոնչիկ ուտենք Գյումրի պոնչիկն։ Այ մեր տունը Թբիլիսյան խճուղու վրա է, երբ որ անցնում եք, ընդ Յուրի Վարդանյանն չենքնա ու Մանվելեն չենքնա, իրար կողքի։ Գիտեք, ես նմանացնում եմ այդ երկու քաղաքները։ Մի քիչ այդ կոլորիտային, երկուսն է մենք ենք սարքում։ Մանվել, ուզում ենք քեզ նվիրել Սարգոն սպիտակ ճոր գինին, որպեսզի այդպես կարևոր առիթները նշվեն հենց այս գինու հետ միասին, լավ տրամադրությամբ, եւ ուզում եմ քեզ նվիրել էմոցիաներ, որոնք բացիկների շնորհիվ են, հա, միմյանց նվիրվում, արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի երգերից ֆրազեր, եւ այստեղ այս մեկը նվիրեմ քեզ Հայկոյի երգից է ու խաչվեցին մեր հայացքները։ Սա նվիրիր նրան, ում կարող ես ամեն օր այդ բառերն ասել։ Սա հաստատ կնվիրեմ կնոջս ու աղջկաս։ Հրաշալի։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն շատ։ Շատ շնորհակալ եմ։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։